Վեհափառը կարծում եմ հայոց հայրապետի համար իհարկե կարևոր է, որ մեր երկրի գլխավոր քաղաքական մարմինը ստանա եկեղեցու օրհնությունը եւ վստահ եմ, որ վեհափառի համար կարևոր էր եւ նշանակալի էր լինել եւ օրհնել ազգային ժողովի նոր 9-րդ գումարումը, ինչպես մեր բոլոր վեհափառների համար։ Պարոն Կարապետյան, դες ստացվում է ընդդիմությունը օրհնվել է կաթողիկոսի կողմից, իսկ իշխանությունը որևէ մեկի կողմից չի օրհնվել։ Հիմա այդ առումով էլ լեգիտիմ չէ կարծում եք իշխանությունը ստանալով հոգևոր վեհափառի օրհնությունը։ Հետաքրքիր մոտեցում էր, կարելի է մտածել այդ ուղղությամբ աստվածաբանական պրիզմայով։ Իսկ վեհափառը ինչ ասեց ձեզ։ Այո, այն խոսքը, որը պետք է ասվեր ազգային ժողովում, ասվեց մեզ երեկ։ Ձեր քաղաքական մեկնարկը սկսվեց Սամվել Կարապետյանին հայտարարությամբ, որ եթե քաղաքական ուժերին չհաջողվի պաշտպանել եկեղեցին, դուք ձեր ձևով կմիջամտեք։ Հիմա արդեն դուք եք քաղաքական ուժ, ուզում եմ հասկանամ, ինչ կոնկրետ քայլերով եք պաշտպանելու եկեղեցին։ Մեր բոլոր ռեսուրսներով, մեր աջակիցների հոծ բանակի աջակցությամբ մենք մեր եկեղեցու կողքն ենք լինելու, որովհետև այլ ընտրանք չկա։ Պարոն Կարապետյան, մթնոլորտը մեկ օր անցել է, այսպեսին էիք պատկերացնում, թե ոչ։ Ճիշտը որ ասեմ, կան կառուցողական մոտեցումներ էլ, որի մասին պետք է մտածենք։ Տեսնենք ինչքանով են դրանք ազնիվ։ Եվ կա մտահոգիչ դեպք նաև, որ մեր կրոնական համոզմունքներին վիրավորող արտահայտություն եղավ, բայց ընդհանուր առմամբ պետք է դեռ աշխատեմ, որ կարծիքս ասեմ։ Երեք Facebook-ում քննադատություն եւս հնչում էր համակցություն ձեր թիմի հետ կապված, որ հարցերի որակային չէր, ինչ է կարծում, այստեղ աշխատելու բան ունեք, թե չէ։ Մենք նոր ենք, պետք է հասկանանք շատ իրավիճակներ, քանի որ մեր ոլորտային բոլորս ամեն մեկս մեր ոլորտի մասնագետն ենք, բայց քաղաքականության մեջ նոր ենք, ինչը չեմ ասում, չէի ասի, որ բացասական է մեզ նկարագրում։ Քաղաքականության մեջ նոր լինելը ավելի դրական բան է իմ կարծիքով, քան բացասական։ Ինչ վերաբերում է հարցերին, հարցերը ունեն իրենց նպատակը պարզ կլինի հետագայում։ Շնորհակալ